Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին, էլ ավելի լարված ու էլ ավելի դիտարժան։ Հեռուստասերիալի հետագա սերիալներն էլ ավելի լարված են լինելու, ինչպես պարզ դարձավ, Հայկը կարծեք թե ամուսնության առաջարկություն արեց Նարեին։ Իհարկե դա ամուսնության առաջարկություն անվանելը մի քիչ չափազանցված է, բայց ամեն դեպքում մատանու առկայությունն արդեն խոսում է ինչ-որ նշանի մասին։ Հեռուստադիտողներին հետաքրքրում է արդյոք Նարեն կընդունի Հայկի առաջարկը։ Նարեն մինչև ականջների ծայրը սիրահարված է Հայկին ու բնականաբար նրա համար մեծ ուրախություն է Հայկի կողմից մատանի նվեր ստանալը, բայց նաև Նարեն հասկանում է, որ Հայկը շատ շուտով պարզելու է այն ճշմարտությունը, որը հնարավոր է, որ այլևս նրանց միասին հնարավոր չլինի։ Երբ Հայկն իմանա ողջ ճշմարտությունը Նարեի հոր-հորաքրոջ մասին, բնականաբար կհեռանա Նարեից, հասկանալով, որ նրանք միասին այլևս չեն կարող։ Բայց մինչ այդ Նարեն վայելում է Հայկի ներկայությունը, Հայկը դեռ գաղտնիքները չի բացահայտել և հավանաբար շատ շուտով բացահայտելու է, չնայած Նարեն հորաքրոջը խնդրել է, որ ինչ-որ ժամանակ Հայկը չիմանա այդ մասին, բայց արդյոք հորաքույրը պատրաստ է երկար ժամանակ լռել, չէ՞ որ նա վերադարձել է, որպեսզի ողջ գաղտնիքները բացահայտի։ Եվ հավանաբար հենց հորաքույրն է Հայկին նամակներ գրողը, որ իր հոր մասին ճշմարտությունը դեռ այդքան էլ հայտնի չէ իրեն։ Բայց ամենահետաքրքիրն է առջևում, ինչպես է Նարեի հորաքույրը հայտնվելու եղբոր Սաքոյի առաջ ու ինչպես է բացատրելու իր բացակայությունն ու ներկայությունը։ Լալան նեղացած է նույնիսկ Նարեի մորից, ինչպես պարզվում է, նա հաղորդագրություն է ուղարկել ու տեղյակ պահել, թե որտեղ է, բայց Նարեի մայրը չի գնացել նրա հետևից։ Դե բնականաբար այն ժամանակ Նարեի մայրն ուղղակի անձայն տիկնիկ էր այդ տանը, հավանաբար վախենում էր Սաքոյից ու նրա արձագանքից։ Բայց հիմա, երբ Նարեի մայրը կորցրել է մի որդուն, իսկ մյուս որդին գանված է հաշմանդամի սայլակին, բնականաբար այլևս լռել չի պատրաստվում ու ամուսնուն մեղադրում է այն բոլոր մեղքերի համար, որոնք նա կատարել է, մեղադրում է, որ իր երեխաներին դժբախտացրել է, նույնիսկ Նարեին, ով այս պահին սիրում է Հայկին, հասկանալով, որ նրանց միությունը գրեթե անհնար է նրանց անցյալում տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով։ Ինչպես Նարեն մորն ասաց, հավանաբար իրենք են Հայկի դժբախտության պատճառը, ոչ թե հակառակը, չնայած նրան, որ Նարեի մայրը մշտապես մեղադրում էր Հայկին իր որդու սպանության մեջ, բայց հիմա հասկանում է, որ այդ ամենի մեջ մեղավորը, միակ մեղավորը իր ամուսինն է, ով տարիներ առաջ Հայկին ու եղբորը զրկել է հայրական սիրուց, իսկ երեխաները մեծացել են մշտապես մեղադրելով իրենց հորը։ Վռամն ու Սոնան սիրում են իրար ամեն ինչից վեր։ Սոնան ոչ մի վայրկյան Վռամի կողքից այն կողմ չի գնում, չնայած որ ընտանիքի անդամները դեմ են։ Բայց Արմոն այս անգամ էլ գործում է բնորոշ իրեն։ Նա Միքոյին տեղեկացնում է, որ Սոնան մշտապես Վռամի կողքին է, ոչ թե կողքին, այլ նույնիսկ Սաքոյի տանը, որոնք նրանց թշնամի են համարում։ Միքոն փորձում է ճշտել, բնականաբար առաջին բանը, որ անում է, գնում է Սոնայի աշխատավայր, բնականաբար այնտեղ Սոնային չի հայտնաբերում, որովհետև Սոնան ամեն առիթ օգտագործում է, որպեսզի Վռամի կողքին լինի ու սեր խոստովանի նրան։ Վռամն էլ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Սոնան իրենից հեռանա, հասկանալով, որ ինքը երկար ժամանակ գանված է լինելու այդ սայլակին, իսկ Սոնային չի ցանկանում տեսնել նման իրավիճակում, բայց Սոնան նրան հաստատ միայնակ չի թողնելու ու չի լքելու։ Դե ինչ, շատ շուտով հետաքրքիր գաղտնիքներ են բացահայտվելու, ինչու էր հորաքույրը հեռացել, ում հետ է եղել ամուսնացած,
Ինչու է ամուսնու մահվանից հետո խլել իր երեխային, ով է խլել այդ երեխային և ով է այդ երեխան, կիմանաք շատ շուտով, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք ամենը հետաքրքիրի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն իսկ հեռուստասերիալում դիտարժան իրադարձությունները դեռ նոր են սկսվում։ Հորաքրոջը Լալային մարմնավորում է սիրված ու տաղանդավոր դերասանուհի Նոնա Սաֆարյանն, ով հայտնի դարձավ Ելենա Արշակյանի մեկ այլ նախագծից և այդ նախագիծը կարելի էր համարել նրա դեբյուտային դերը, քանի որ մինչ այդ Նոնա Սաֆարյանին հեռուստադիտողների մեծ մասը չէր ճանաչում։ Նա ընդգրկված էր թատրոնում, ներկայացումներում, բայց հիմնականում դերասաններին հայտնիություն է բերում հեռուստասերիալը։ Եվ Նոնա Սաֆարյանն էլ բացառություն չէր, նրան ընդունեցին ու սիրեցին միանգամից։ Նրա խաղը սիրված ու տաղանդավոր դերասան Արսեն Լևոնյանի հետ դարձավ ամենասիրվածը և նրան զույգը ամենասիրված զույգերից մեկը։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները, ինչ եք կարծում Նոնա Սաֆարյանն այս հեռուստասերիալում արդարացնելու է հեռուստադիտողների սպասելիքները։